Գելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին խոսելու ենք նորից Իրանի եւ Իսրայելի Միացյալ Նահանգների միջև պատերազմի մասին, որովհետեւ կա մի շարք կարևոր զարգացում։ Իրանը շատ մեծ հարվածներ է հասցրել Իսրայելի ուղղությամբ վերջի ժամերի ընթացքում եւ մի շարք այդ հարվածները հասել են տեղ եւ հարվածել են այդ թվում Իսրայելի միջուկային ծրագրին մոտ գտնվող քաղաքը Դիմոնան։ Դա շատ կարևոր է, որովհետև ինչքանով նաև հասկանում եմ, թիրախ է հենց եղել միջուկային ծրագիրը։ Պատճառը շատ պարզ է իրականում։ Գալիս է պատճառը նրանից, որ երեք Միացյալ Նահանգները եւ վերլուծությունում ես ձեր հետ նաև կիսվեցի այդ տեղեկատվությամբ, երեք հենց, որ հարվածեցին Նատանզ միջուկային կենտրոնին Իրանում, որը հողի տակ է գտնվում եւ այդ հարվածը նպատակ ուներ ել ավելի խնդիրներ ստեղծել Իրանի միջուկային ծրագրի համար։ Ոնց հասկանում ենք, ի պատասխան որոշել է Իրանը հարվածել հենց միջուկային ծրագրին Իսրայելի եւ հիմա կխոսենք դրա մասին, որովհետեւ սա շատ կարևոր զարգացում է եւ կարա լուրջ հետևանքներ ունենա։ Բացի դրանից Միացյալ Նահանգները իդեմս նախագահ Դոնալդ Տրամպին 48 ժամ են տվել Իրանին, որ բացի Հորմուզի նեղուցը եւ եթե դա չանի Իրանը, ապա Միացյալ Նահանգները սպառնում են ամենախոշոր հարվածները հասցնեն Իրանին էլեկտրոկայանների ուղղությամբ, այսինքն զրկեն Իրանը հոսանքից։ Սա նաև շատ լուրջ զարգացում է եւ այդ 48 ժամը արդեն ուժի մեջ է եւ մոտակա օրերի ընթացքում մենք ձեր հետ միասին կտեսնենք թե ինչ տեղի կունենա այս ուղղությամբ։ Արեք մանրամասն քննարկենք հարգելի հայրենակիցներ այս հարցերը, առաջերտին հիշեցնեմ ձեզ, որ կարևոր է լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք եւ դարձեք ալիքի անդամ, դրանով նաեւ ստանալով հավելյալ վերլուծությունների հանդեպ հասանելիություն։ Դիմոնայի ուղղությունն է կարևոր, նաև քաղաք Առադի ուղղությամբ է, հենց կողքն է այդտեղ, հարված տեղի ունեցել մարտի 21-ի երեկոյան եւ Իրանը օգտագործել է տարբեր բալիստիկ հրթիռներ այդ ուղղությամբ։ Հարվածի հետևանքով, որը չկարողացավ թիրախավորել հենց Դիմոնա միջուկային ծրագրի կենտրոնը Շիմոն Պերեսի անվանն, այլ հարվածեց քաղաքին, որը շատ մոտ է այդտեղ գտնվում, Մագեն Դավիթ Ադոմի տեղեկատվությամբ, սա Իսրայելի փրկարարական ծառայությունն է, տուժել է, վիրավորվել է, այսինքն մոտավորապես 100 մարդ, Առադում 88 մարդ, որոնցից տասնյակ մարդիկ ծանր իրավիճակում են, իսկ Դիմոնայում 39 մարդ եւ նաեւ կան զոհվածներ, առնվազն 2 զոհվածի մասին տեղեկատվություններ կան։ Քանդված է մի քանի բնակարան, շենք, բնակելի շենք եւ կան այդտեղ հրդեհներ։ Պետք է նաև նշել, որ իրանական պետական ԶԼՄ-ն սա անվանել է պատասխան գործողություն հենց Միացյալ Նահանգների հարվածի վրա Նատանզի միջուկային ծրագրի ուղղությամբ եւ այդտեղ հարց է առաջանում, թե ինչու այս հարվածը տեղի ունեցավ եւ չկարողացավ հակաօդային պաշտպանությունը Իսրայելի գործել։ Իսրայելի զինծառայողները հստակ ասում են եւ տեսանյութերում, որը տարածվում է այս թեմայի շուրջ, նաեւ հաստատվում է, որ իրանք օգտագործել են հակաօդային պաշտպանության համակարգները, բայց չեն կարողացել թիրախավորել եւ հարվածել բոլոր այդ բալիստիկ հրթիռներին եւ երևում է միտեղ կոնկրետ, որ հակաօդային պաշտպանությունը չի կարող վերջի պահին ֆիքսել կոնկրետ վայրը եւ հարվածել հենց այդ բալիստիկ հրթիռին։ Արագության տարբերություն կա, որովհետեւ իրանական բալիստիկ հրթիռները շատ արագ են գործում, իսկ հակաօդային պաշտպանությունը, որը կա, երկաթե գմբեթը ինքը նախատեսված է ավելի այսպես պակաս արագություն ունեցող բալիստիկ հրթիռների ուղղությամբ եւ դա նշանակում է, որ այլ բալիստիկ հրթիռը, շերտը բալիստիկ հրթիռների չի կարողացել խոցել, որը ավելի բարձր կոնկրետ բարձրության վրա է գործում, դա այսպիսի մասնագիտական տարբերություն է եւ հարց է, երբ հարցը վերաբերվում է բալիստիկ հրթիռների գործունեությանը, համոզված եմ մասնագետները շատ լավ հասկացան ես ինչ նկատի ունեմ,
Ամեն դեպքում սա այն իրավիճակն է, որը նույնիսկ Իսրայելը ունի, երբ բալիստիկ հրթիռները, երբ հակաօդային պաշտպանությունը իդեալական չէ, 100%-ով չի գործում եւ դա նաեւ լուրջ խնդիր է։ Պետք է նաև հստակ ասել, որ ՄԱԳԱՏԵ-ն արդեն միջազգային կառույցը միջուկային ուրեմն էներգետիկայի հաստատել է, որ որևէ տեղեկատվություն չի ստացել փոփոխության մասին այդտեղ միջուկային ծրագրի եւ այդ միջուկային օբյեկտի եւ պետք է ասել, որ փաստացի մենք տեսնում ենք, որ Իրանը չի կարողացել թիրախավորել հենց միջուկային ծրագրի այդ կենտրոնը Շիմոն Պերեսի անվան։ Ինչի։ Պատճառը շատ պարզ է, որովհետև տեսեք, Իրանի բալիստիկ հրթիռները չեն կարող էֆեկտիվ գործել այդ կոնկրետ մի քանի կիլոմետրանոց հատվածում, այսինքն այդ քաղաքը եւ միջուկային կենտրոնը իրարից գտնվում են մի քանի կիլոմետրում մոտավորապես եւ բալիստիկ հրթիռը այդպես հեռվից, որ կրակում է հազարավոր կիլոմետրից Իրանի տարածքից, իրանական տեխնոլոգիաները այդքան բարձր չեն, նույն GPS համակարգներ չունեն եւ ուրիշ համակարգներ, որ կարողանան ֆիքսել հենց վայրը եւ հարվածել խոսքին հարյուրավոր մետրի ճշգրտությամբ, իրանք հարվածում են կիլոմետրերի ճշգրտությամբ, ինչը ստացվում է, որ դեռ համար էլ պարզ է, որ փաստացի հստակ հարվածելը այնտեղ, որտեղ որ նպատակ ունես, անհնար է Իրանի դեպքում։ Եվ դա բերում է նրան, որ իհարկե հարվածի նպատակներ միջուկային ծրագիրը, բայց հարվածել են քաղաքին։ Ամեն դեպքում իրանց համար նպատակը նաև բուն հարված հասցնելն է եւ դա էլ է տեղի ունենում։ Կարճ այստեղ ասեմ, որ Իսրայելի միջուկային ծրագիրը կոնկրետ նկատի ունեմ Դիմոնայում այս կենտրոնը 1950-ական թվականներին է ձևավորվել Ֆրանսիայի աջակցությամբ եւ 60-ական թվականներին արդեն տարբեր մասնագետների տեղեկատվությամբ Իսրայելը ձևավորել է միջուկային զենք հենց այդ Դիմոնայում գտնվող միջուկային ծրագրի շնորհիվ հարցը նրանում է, որ Իսրայելը ձևավորվել է ինչպես պետություն արդեն նրանից հետո, երբ ստորագրվել է այդ ՄԱԿ-ի ուրեմն միջուկային փաստաթուղթը կարևոր եւ Իսրայելը առհասարակ այդ փաստաթղթի մաս չի եղել եւ չէ այդ փաստաթղթի մաս եւ ուստի Իսրայելը ի տարբերություն շատ եւ շատ պետությունների այնպես է ստացվել, որ ստիպված չէ իրականում չունենալ միջուկային զենք որևէ փաստաթղթով։ Եվ այս պայծրությամբ գիտեք, որ Իսրայելի քաղաքականությունը իրանք չեն հաստատում, բայց ոչ էլ հերքում են միջուկային զենք ունենալու փաստը։ Իրականում բոլորն էլ հասկանում են, որ իրանք ունեն միջուկային զենք, բայց իսրայելական միջուկային զենքը որևէ պետության համար սպառնալիք չի ներկայացնում եւ դա ինքնապաշտպանության նպատակներ ունի, ակնհայտորեն, եթե համեմատում ենք նույն Իրանի քաղաքականությունը, դա շատ կարևոր հարց է եւ այդտեղ իհարկե Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ուրիշ պետությունները ինչպես երաշխիք են Միացյալ Թագավորությունը, որ դա Իսրայելի միայն սեփական անվտանգությունը ապահովելու նպատակ ունի։ Իհարկե պետք է ասել, որ Բենյամին Նետանյահուն արդեն ասել է, որ երեկվա երեկոն շատ ծանր էր եւ շարունակելու են պատերազմը Իրանի դեմ, որովհետեւ տեսնում են այս իրենց հարվածները։ Պետք է ասել, որ Իսրայելը նաեւ հարվածը դրանից հետո հասցրել Իրանի գիտական կենտրոնի վրա, որը միջուկային հարցերով է զբաղվում Թեհրանում, Մալեք Աշտար է կոչվում, որը նաև այդ միջուկային եւ բալիստիկ հրթիռների ուղղությամբ է զբաղվում։ Հիշեցնեմ ձեզ, որ Նատանզը, որտեղ որ հարված տեղի ունեցավ երեք Միացյալ Նահանգների կողմից, ամենախոշոր գետնի տակ գտնվող միջուկային օբյեկտներից մեկն է Իրանում, Ֆորդոյի հետ միասին, Ֆորդոն ուղղակի ավելի խորքում է գտնվում, իսկ Նատանզը ավելի խոշոր է իր հնարավորություններով, անվանվում է Ահմադ Ռոշանայի անվամբ կենտրոն եւ ունի կարևորագույն դեր միջուկային ծրագրում։ Մարտի 21-ին հայտարարել է Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպությունը,
որ հարվածի տակ է հայտնվել Նատանզը Միացյալ Նահանգների կողմից։ Իրանը հայտարարել է, որ ռադիացիոն այդտեղ իրավիճակը փոփոխություն չի կրել, ՄԱԳԱՏԷ-ն նաև հաստատել է այդ տեղեկատվությունը։ Հիշեցնեմ, որ Նատանզը 2025 թվականի 12 օրվա պատերազմի ժամանակ նաև հայտնվել էր հարվածների տակ հենց Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից։ Ալ Ջազիրային հարցազրույցում իրանական լրագրող Ալի Խաշեմը հայտարարել է, որ միջուկային ծրագրի հնարավորությունների քանդելը Թրամփի կարևորագույն նպատակն է և այս պայծրությամբ մենք հաստատված գիտենք, որ Իրանը ունի 400 կիլոգրամ հարստացվածուրան, որը կարող է իրեն տալ հնարավորություն ստեղծել միջուկային զենք։ Միացյալ Նահանգները եւ Իրանը նպատակ ունեն, որ Իսրայելը նպատակ ունեն, որ զրկեն Իրանին այդ հնարավորությունից։ Բացի դրանից, հիմա խոսենք ձեր հետ միասին արդեն Միացյալ Նահանգների այդ ուլտիմատումի հետ կապված Տրամպը գրառում է արել, եթե Իրանը չբացի մեծատառերով այսպես ամբողջությամբ առանց որևէ սպառնալիքի Հորմուզի նեղուցը 44 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները կհասցնեն այնպիսի հարված եւ կոչնչացնեն էլեկտրոկայանները Իրանի, ամենախոշորից կսկսենք, սա փաստացի նաև շատ լուրջ սպառնալիք է, տեսեք, հիմա կքննարկենք այս հարցը նաև, իհարկե այս գործողությունը տեղի է ունենում նրա զուգահեռ, մենք ձեր հետ միասին քննարկել ենք, որ նավթի գները լուրջ աճել են Հորմուզի նեղուցի դեֆակտո փակելու պատճառով, $100 է հասել եւ սպասվում է, որ ել ավելի կաճի մոտակա օրերի ընթացքում 100-ից բարձր, եթե Հորմուզի նեղուցը մնա փակ։ Իրանական գենշտաբը նաև հայտարարել է, որ եթե հարվածներ տեղի ունենան էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ապա Իրանը կհարվածի ամբողջ էներգետիկ, տեղեկատվական եւ ուրիշ հնարավորություններին Միացյալ Նահանգների տարածաշրջանում, եւ պետք է ասել, որ այս արդեն հարվածները, այս պատերազմը փաստացի անցնում է քաղաքացիական ենթակառուցվածքների փուլ։ Ռազմավարական նշանակությունը Հորմուզի նեղուցի կարծեմ պարզ է, մենք շատ անգամ դրա մասին խոսել ենք, նավթի 20%, 20-25%, գազի մատակարարումների հեղուկացված 20% մոտավորապես արդեն բերել է նրան, որ Եվրոպայում գազի գները 35%-ով աճել են։ Հիմա քննարկենք, թե ինչ էլեկտրոկայանների մասին է խոսում Տրամպը։ Վերջի տեղեկատվություններով գիտենք, որ Թեհրանի մոտ գտնվում է Դամավանդ էլեկտրոկայանը, ուրեմն որը օգտագործում է նավթամթերք, 2900 մեգավատ ժամ է արտադրում, Քերմանի էլեկտրոկայանը 1900 մեգավատ եւ նաեւ Ռամինի էլեկտրոկայանը Խուզեստանի շրջանում 1900 մեգավատ։ Նաև կա Իրանի ատոմային էլեկտրոկայանը Բուշեհրում 1000 մեգավատ, եւ ընդհանուր առումով պետք է ասել, որ եթե Միացյալ Նահանգները հարվածեն այս 3 էլեկտրոկայանին Իրանի, ապա դա կբերի էներգոհամակարգի կոլապսին, այսպես քանդվելու գործընթացին եւ հումանիտար աղետին, որովհետեւ այո, մարդիկ կմնան առանց հոսանք։ Իրանը կվերադառնա միջին դարեր առանց հոսանք։ Այս հարվածները բարդ չէ իրականացնել Միացյալ Նահանգների համար, որովհետև էլեկտրոկայանները իհարկե պաշտպանված չեն հատուկ որևէ միջոցներով, հակաօդային պաշտպանության նկատի ունեմ, եւ դա բերում է նրան, որ այս հարվածները իրատեսական են։ Եթե այս հարվածները, հարգելի այնակիցներ, տեղի ունենա Միացյալ Նահանգների կողմից, ապա լրջագույն հետևանքներ կլինի Իրանում։ Այս լրջագույն հետևանքները նշանակում է, որ փախստականների ալիքը Իրանից կարող է դառնալ իրատեսական։ Առանց հոսանք, շատ լավ գիտեք, ինչ բացատրեմ, առանց հոսանք այսօր ապրելը շատ եւ շատ բարդ է։ Դա վերաբերվում է ինչպես նաեւ բժշկական ծառայություններին, դա վերաբերվում է իհարկե, եւ դա շատ կարեւոր է նշել, վերաբերվում է սնունդի, պարենի անվտանգությանը, դա վերաբերվում է իհարկե առհասարակ բոլոր ոլորտների գործունեությանը եւ իհարկե դա լուրջ կարա մարդասիրական խնդիրներ ստեղծի, որի հետևանքով
այդպիսի հոսքը կոնկրետ դեպի Իրանից դեպի հարևան պետություններ, այդ թվում Հայաստան եւ առաջերտին իմ պատկերացումով Հայաստան, որովհետեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանը փակ է, կարա այդ հոսքը աճել։ Եվ ես սրա մասին եմ զգուշացնում նաեւ եւ շարունակում եմ զգուշացնել Հայաստանի իշխանություններին, որ պետք է տեղի ունենան, ես շատ գոհ եմ, որ տեղի է ունեցել այդքան նիստ անվտանգության խորհրդի Հայաստանի, բայց համարում եմ, որ պետք է տեղի ունենան կոնկրետ որոշումներ, եթե մարդասիրական օգնություն վարչապետ Փաշինյանը առաջարկել է, եւ դա կարևորում եմ ես, ճիշտ է, բայց պետք է հասկանանք նաեւ, որ եթե սկսվի փախստականների մեծ ալիք, ապա Հայաստանը ուրիշ տարբերակ չունի, ստիպված է լինելու եւ պետք է փակի իր սահմանը այդ ուղղությամբ, որովհետեւ դա կարաբերի 100 հազարավոր մարդկանց Հայաստանում հայտնվելուն եւ դա լուրջ խնդիր է, հատկապես փոքր պետության համար, ինչպիսին Հայաստանն է, այն էլ տարբեր։ Թուրքիան իր 80 միլիոնանոց բնակչությունով մտահոգված է Իրանից ուրեմն ընդունել փախստականներ, որ մուսուլման են երկու պետություններ։ Հայաստանը, որը 3 միլիոնանոց է, շատ բարդ է։ Միացյալ Նահանգների այդ ուլտիմատումը 48 ժամից պակաս է մնացել եւ մենք ձեր հետ միասին իհարկե կտեսնենք, թե ինչպիսի զարգացում տեղի կունենա։ Պետք է ասել, որ Իրանը օգտագործում է այս ուրեմն տրամաբանությունը հավասարակշռված, որ իբրև հարվածը խոսքին Միացյալ Նահանգների նատանձի վրա, բերում է հարվածին Դիմոնայի վրա, այդ տրամաբանությունն է փորձում կիրառել, հասկանալի է այդ տրամաբանությունը, էսկալացիոն տրամաբանություն չէ իրականում, բայց միևնույն ժամանակ բերում է էսկալացիայի, որովհետև միջև Իրանը ունի այս հնարավորությունները, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակելու են, այսինքն բարդ է այստեղ իրականում գնահատական տալ։ Իրանը փորձում է տրամաբանական գործել, բայց խնդիրը նրանում է, որ Իրանը ունի այդ միջուկային ծրագիրը եւ այստեղ համեմատել Իրանի եւ Իսրայելի միջուկային ծրագրերը ուղղակի չի կարելի, որովհետեւ տարբեր բնույթի է, ես խորհուրդ եմ տալի, ով տեղյակ չի խոսքին, կարդալ տարբեր գրքեր այս առումով, ում հետաքրքրում է եւ ուսումնասիրել Իրանի գաղափարախոսությունը, ինչով է տարբերվում այդ գաղափարախոսությունը շատ եւ շատ ուրիշ իրավիճակներից, ուրիշ պետություններից, ուրիշ գաղափարախոսություններից եւ ուստի այդտեղից ավելի པարզ կդառնա իմ պատկերացումով ընդհանուր առումով այս պատկերացումը եւ ուրեմն գիտելիքը մեր հասարակության, թե ինչ է Իրանից ներկայացնում Իրանը։ Դա չի նշանակում, որ Հայաստանի այդ խնդիրներ կան կամ կլինեն, բայց Իրանի քաղաքականության հիմքում ինչ է դրված, դա շատ կարևոր հարց է, հիմա չենք քննարկելու դա, բայց լուրջ խնդիր է դա եւ այդտեղից է գալի, Իրանը որ չպետք է ունենա միջուկային զենք, դա շատ կարևոր է։ Ինչպես Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենք ունենալը վտանգավոր է, Իրանի կողմից էլ ավելի վտանգավոր է։ Հորմուզի նեղուցում պետք է ասել, որ խնդիրը շարունակվում է եւ հատկապես ուրեմն պետք է ասել, որ հարվածը, որը Իրանը հասցրել է Կատարում Ռաս Լաֆան գազի, հեղուկացված գազի արտադրության մատակարարման այդ ենթակառուցվածքների վրա, բերելու են նրան, որ երկար տարիների ընթացքում հեղուկացված գազի հնարավորությունները կտրուկ կնված են աշխարհում։ Դա խնդիր է ստեղծելու, որովհետև նույն Եվրոպայի ազատությունը ռուսական գազից գալիս է նաև հեղուկացված գազի հնարավորություններից, այդ թվում Կատարից։ Եվ այդտեղ Միացյալ Նահանգները ավելի անելիք կունենան, որ կարողանան աճեցնել հնարավորությունները գազի մատակարարման դեպի Եվրոպա, եւ Վենեսուելայում գործողությունները իրականում հիմա ավելի լավ է երևում, հարգելի այնակիցներ, որ նախապատրաստողական գործողություններ էին Իրանի պատերազմի ուղղությամբ։ Պետք է ասել իհարկե, որ այս պայծրությամբ այս հարվածները ել ավելի լուրջ լարվածություն են ստեղծում եւ հասկանում են նույն Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները, որ եթե Իրանը սպառնում է Միացյալ Նահանգների էներգետիկ կառուցվածքներին հարվածի տարածաշրջանում, արեք անկեղծ ասենք, Միացյալ Նահանգները չունի տարածաշրջանում էներգետիկ կառուցվածքներ, կա միայն Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի եւ Քուվեյթում նավթի գազի արտադրություն, որը վաճառվում է միջազգային շուկա եւ որը Իրանը գնահատում է ինչպես Միացյալ Նահանգների ենթակառուցվածքներ, դա խնդրահարույց է եւ դա նշանակում է, որ հարվածները ծոցի արաբական պետությունների ուղղությամբ աճելու է
եւ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնելու այդ հարցը։ Ռուսաստանը քննադատել է Նատանզի վրա հարվածը միջուկային ծրագրի, եւ դա շատ բան է, հա, ասում մեզ, որ Ռուսաստանը մտահոգված է Իրանի միջուկային հնարավորությունները ոչնչացնելու պատճառով եւ կարծում եմ պարզ է ձեր համար ինչ է նշանակում։ Բացի դրանից մենք օրերս ձեր հետ միասին վերլուծություն արեցինք 3 կարծեմ Միացյալ Նահանգների հատուկ ուրեմն ծառայությունների հետախուզության տեղեկատվության մասին եւ այդտեղ Իրանի միջուկային ծրագիրը գնահատվել է ինչպես լրջագույն վտանգ, շատ պարզ է զուգահեռ Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի եւ Պակիստանի ուշադրություն։ Այսինքն այս տրամաբանությամբ Ռուսաստանը, որ օգնում է Իրանին, հասկանում եք, հա, այդ թվում Իրանն էլ օգնում է Ռուսաստանին, այսինքն մի դաշինքի մեջ են, եթե մենք խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ, պետք է հասկանանք, որ դա նաև միայն Ռուսաստանի հետ չէ։ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ պատերազմում մասնակցել, բայց եւ դրա անհրաժեշտությունը կարծես չկա, բայց Միացյալ Թագավորությունն եւ Ֆրանսիան իրենց ներդրումը նաև ունեն։ Միջազգային շուկաներում վաղը իհարկե կտեսնենք Կիրակի օրը եւ շաբաթ օրը առևտուր չկա, միջազգային շուկաներում վաղը կտեսնենք նավթի գները ինչպես կփոխվեն, բայց իհարկե կարծում եմ կսպասեն նաև այսպես կարևորագույն շուկաների վրա ազդեցություն կունենա իրադարձությունը արդեն Հորմուզի նեղուցը կբացվի թե ոչ, ես կարծում եմ ոչ, ես կարծում եմ Իրանը չի կատարի այդ պահանջը Միացյալ Նահանգների, դա կբերի հարվածների էլեկտրոկայանների վրա եւ դա կբերի ել ավելի ծանր հումանիտար իրավիճակին։ Պետք է սպասենք, որ մոտակա օրերի ընթացքում կսկսվի այդ ավելի ծանր փուլը այս պատերազմում, ավելի դաժան փուլը եւ Հայաստանը պետք է իմ պատկերացումով դրա համար պատրաստ լինի։ Իմ կոնկրետ գնահատականները ոչ միայն զուտ վերլուծության նպատակ ունեն, տեսեք հարգելի անկիցներ, տեղեկատվությունը շատերը կարող են հարց տալ, բայց որ մենք խոսում ենք այս հարցերի մասին, բացի նրանից, որ տեղեկատվություն եմ կիսվում ձեր հետ, վերլուծում ենք այս հարցերը, օգուտը այստեղից ինչու՞մ է կոնկրետ օգուտը։ Միշտ պետք է հիշենք, որ կոնկրետ օգուտը վերաբերվում է մեր կոնկրետ այս օրակարգում քննարկվող հայալեզու իմ նկատի ունեմ գործունեությունը իհարկե ուղղված է Հայաստանի եւ հայ ազգի ուղղությամբ, ես նաև ունեմ գիտեք վրացալեզու ալիք եւ Վրաստանի թեմաների մասին եմ խոսում այդտեղ, բալանսավորում եմ, բայց Հայաստանի ուղղությամբ Հայաստանի անվտանգությունը, այսինքն դա անմիջապես կապ ունի, այդ ամենը ազդում է Հայաստանի վրա, Հայաստանը պետք է պատրաստվի այդ քայլերի ուղղությամբ եւ այստեղ մենք փորձում ենք ձեր հետ միասին մեր ներդրումը ունենալ այդ ընդհանուր ուղղությամբ, հանրային կարծիքի ձևավորման ուղղությամբ, բայց նաև ինչը շատ կարևոր է, ես կիսվում եմ իմ գիտելիքներով հանրային ձևով եւ ես համարում եմ, որ քաղաքական գործիչը նաև այս բոլոր հմտությունները պետք է ունենա եւ սա շատ եւ շատ կարևոր է եւ ես աշխատում եմ միշտ իմ գիտելիքը, հնարավորությունները, հմտությունը վերլուծության որակը զարգացնելու վրա, որովհետեւ համարում եմ, որ դա քաղաքական հասարակական գործի համար կարևորագույն ուրեմն այդպիսի գիտելիք եւ հմտություններ են։ Այս պայծառությամբ արեք ամփոփենք արդեն, ասեմ, որ իհարկե այս Դիմոնայի վրա հարվածը այն, որ Իսրայելի ուղղությունով մենք տեսանք այդպիսի զարգացումներ եւ ուրեմն վերջի տեղեկատվությունները ասում են, որ կոնկրետ այս հարվածների հետևանքով բավականին շատ տուժածներ կան եւ նույնիսկ սպանվածներ ընդհանուր առումով պետք է ասել, որ իրավիճակը մնում է շատ լուրջ։ Տեսեք, Լիբանանի ուղղությունով եմ ուզում ձեզ տեղյակ պահեմ, որ հյուսիսային հատվածում հարվածներ կան, կոնկրետ մեկ մեքենա է այրվել, հակատանկային ռումբ են կիրառել Իսրայելի տարածքում մեկ մեքենա է այրվել քաղաքում սահմանամերձ եւ սպանվել է մարդ, որը գտնվում էր այդ մեքենայում ԱԹՍ-ների հարվածները Կիրիան Շմոնայի ուղղությունով նաև Հեզբոլահը հյուսիսային Լիբանանում ակտիվորեն կիրառել է, այսինքն հյուսիսային Լիբանանի ուղղությունով պատերազմական գործողությունները շարունակվում են եւ դա նաև շատ բանի մասին է խոսում։ Իրավիճակը ել ավելի դաժան է դառնում հարգելի այրնակիցներ, իրոք, եւ սա մտահոգիչ է։ Մենք ձեր հետ միասին կշարունակենք մանրամասն հետևել, վերլուծել։ Հուսով եմ Հայաստանի իշխանությունները պատշաճ բոլոր որոշումները կկայացնեն
որը վերաբերվում է Հայաստանի անվտանգությունը, հատկապես Հայաստանը կարող է օգնել Իրանին մարդասիրական ուղղությամբ, դա ասվել է, դա ճիշտ է, բայց փախստականներ ընդունելը չի կարելի, դա սխալ կլիներ։ Հայ համայնքի ներկայացուցիչների հետ խնդիր չկա, մնացած փախստականների նկատի ունեմ, որովհետև 100 հազարավոր կամ նույնիսկ կարող է միլիոնների մասին խոսք գնալ, հարգելի հայրենակիցներ, սա վտանգավոր է։ Շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, հիշեցնեմ ձեզ, որ դուք կարող եք աջակցել ալիքին, լայքելով այս վերլուծությունը, գրելով ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվելով, միանալով ալիքին կամ join կոճակը սխմելով եւ նաեւ դրանով հավելյալ վերլուծություններ ստանալ եւ աջակցել ալիքին կամ շնորհակալություն հայտնելով նաեւ այդ միջոցները առկա են, որ դուք աջակցեք ալիքի գործունեությանը։ Շնորհակալ եմ, կհանդիպենք